ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Բարև ձեզ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանակ եք գտել եւ միացել եք այսօրվա մեր մամլոասուլիսին։ Ես Արեգ Քոչինյանն եմ, հայկական խորհուրդ կազմակերպության ղեկավարը, խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգողը Հայաստանի կողմից, իմ կողմից Աջ Նայրա Սուլթանյանն է, ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրենը, Ձախ Բորիս Նավասարդյանն է, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, Նարեկ Մինասյան, հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, Սամվել Մելիքսեթյան, հայկական խորհրդի փորձագետ։ Ինչպես տեղյակ եք, մենք երեք վերադարձել ենք ուրեմն Ադրբեջան տեղի ունեցած հերթական այցելությունից, խաղաղության կամուրջ նախաձեռնության հերթական հանդիպումից։ Եթե հիշում եք, առաջին փուլում խաղաղության կամուրջ նախաձեռնության հանդիպումները տեղի են ունեցել 5+5 ձևաչափով։ Սկզբից ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն են ժամանել Երևան, հետո մեր կողմը 5 հոգանոց անձնակազմի ուրեմն այցելեց Բաքու եւ երկրորդ փուլում էականորեն մենք ընդլայնեցինք ներգրավվածությունը եւ արդեն 20+20 ձևաչափով տեղի ունեցան հանդիպումները։ Նորից սկզբից ադրբեջանական կողմը այցելեց Հայաստան, այս անգամ արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատված, սահմանագծված հատվածով, անցնելով բոլոր ուրեմն համապատասխան ընթացակարգեր, անձնագրային, մաքսային վերահսկողություն, մուտք գործեց Հայաստան եւ նմանատիպ ճանապարհով նաեւ մենք ուրեմն այցելեցինք Ադրբեջան, նորից սահմանազատված, սահմանագծված հատվածով, անցնելով բոլոր համապատասխան սահմանային ընթացակարգերը։ Մի քանի միտք, որ ես կուզեմ արտահայտել, որից հետո կխնդրեմ գործընկերները շարունակեն։ Ես կարծում եմ, որ ինքը փաստը, որ տեղի ունենում այս ֆորմատով 4-րդ հանդիպումը եւ կա հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք չենք կարող այս հարթակից, այս ֆորմատից ունենալ իհարկե այսպես գերադրական ինչ-որ աստիճանի ակնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղաքահասարակության մեդիա ներկայացուցիչների 4 հատ հանդիպման արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց ինքը փաստը, որ այդ հանդիպումները տեղի ունենում, դրանք ընդլայնվում են, դրանք շարունակվում են, ես կարծում եմ բավականին կարևոր են։ Երկրորդ միտքը, որ ուզում եմ արտահայտեմ, դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչի մենք չպետք է գնանք Ադրբեջան եւ ինչի ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Կապված օրվա հետ, կապված հենց այցելության հետ, կապված բովանդակության հետ, կապված ձևի հետ, կապված հայտարարության հետ, նորից եմ կրկնում, հարյուրավոր պատճառներ կարող ենք նշել, թե ինչու այս փոխադարձ այցելությունները պետք է տեղի չունենան, եւ ես կարող եմ ընդհանրապես մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան, որովհետեւ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը եւ ինչ որ չափով աջակցում են նաեւ երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարությունը, նորից գիտեք, որ Ծաղկաձորում ուրեմն հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի պետական պաշտոնյաների հետ, Ադրբեջանի տեղի ունեցել իրենց պետական պաշտոնյայի հետ հանդիպում, երկու երկրների ուրեմն պետական պաշտոնյաներն մեզ վստահեցնում են, մեզ ուրեմն տեղեկացնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է։ Ու սա երևի թե կարևոր է, որտեղ մենք շատ հաճախ խոսելով դետալներից, շատ հաճախ խոսելով process-ից, շատ հաճախ խոսելով ուրեմն մեր ամենօրյա լրահոսից ընդհանուր պատկերը ինչ որ չափով լողոզում ենք կամ մոռանում ենք։ Սա ասելով երրորդ ուրեմն միտքը, որ ուզում եմ արտահայտել, մեզ շատ հաճախ մեղադրում են, չգիտեմ, մոռացության, ներելու, ուրեմն, չգիտեմ, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու։ Ես ուզում եմ, թեպետ սրա մասին բազմիցս ենք խոսել, բայց եւս մեկ անգամ այս հարցին անդրադառնալ, խաղաղության կամուրջ նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը արկա նարատիվների, արկա պատմության, արկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի այն թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես եւ չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել չհաջողելու վերաբերյալ, որովհետեւ դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Մի բան ուղղակի հաստատ է, որ
թե մեր աշխատանքը, թե մնացած ուրեմն աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության ուրեմն հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն հաջողության, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու։ Ես այստեղ կանգ կառնեմ եւ կխնդրեմ գործընկերները շարունակեն, Տիկին Սուլթանյան, համեցեք։